Եթե երազխում մինչև սահման մոտ 1.5 կիլոմետր հատվածի մասին է երկաթուղու, իսկ Ախուրիկի հատվածում, եթե հաշվենք Գյումրիից մինչև սահման, դա մոտ 13 կիլոմետր է, բայց իրականում այնտեղ հիմնական աշխատանքները վերաբերում են 7 կիլոմետր հատվածին։ Այս հատվածները Հայաստանին կկապեն Ադրբեջանի հիմնական մասը, Նախիջևանի եւ Թուրքիայի հետ։ Հայաստանը դեռ 2025-ից է բարձրաձայնում հարավկովկասյան երկաթուղու իրավասության ներքո գտնվող այս հատվածների վերանորոգման անհրաժեշտությունը։ Մինչ այսօր դա ամենակնարկվող թեմաներից է, ինչպես ու երբ ռուսական կողմը դրան կվերակառուցի արդյոք։ Ամիսների լռությունից հետո 2026-ի փետրվարի 12-ին միայն ռուսական կողմը պաշտոնապես արձագանքեց Հայաստանի դիմումի ու հայ ժողովրդի հանդեպ բարեկամական եղբայրական զգացմունքներից ելնելով Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների այդ հատվածների վերականգնման շուրջ։ Դեռևս օգոստոս ամսին, երբ օգոստոսի 8-ի համաձայնագիրն եղավ, առաջինը հեռախոսազանգով էր այս մասին խոսվել, ապա սեպտեմբեր ամսին փակ խոսակցության ժամանակ եւ վերջապես դեկտեմբերին ԱՊՀ-ի հավաքի ընթացքում արդեն բարձրաձայնվեց, որ Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը ներդրումներ անի։ Ես ենթադրում եմ, որ ի սկզբանե ռուսական կողմը այս հարցին լուրջ չէր վերաբերում, որովհետև տեսնում էինք նաև, որ դեռևս կասկածամտությամբ էին վերաբերում ընդհանուր առմամբ թրիփ կոչվածին։ Հիմա հասկանալի է դառնում, որ կարծես թե սառույցը տեղից շարժվել է եւ ուրեմն այստեղ պետք է ռուսական կողմը հասկանա, եթե ինքը ներգրավվելու է, ապա այո, պիտի ներդրումներ արվեն եւ վերականգնողական աշխատանքներ արվեն, եթե ոչ, ապա Հայաստանը թերևս իրավունք կստանա կամ հնարավորություն կստանա վերանայելու կոնցեսիոն կառավարումը։ Մենք պետք է լուծում գտնենք եւ այդ լուծումը պետք է գտնենք բարեկամական, ընկերական, եղբայրական տրամաբանության մեջ, որը պետք է լինի եղբայրական բարեկամական տրամաբանությունը, քանի որ բացի երկաթգծերի վերակառուցման հարցից, այստեղ նաև այլ խնդիր է առաջանում։ Երկաթուղու ռուսական կառավարման բերումով Հայաստանը ռազմավարական դիրքերի ու մրցակցային առավելության կորուստ է ունենում։ Թուրքիան ու Ադրբեջանն այլ ընտրանքային ծրագիր ունեն։ Թրիպի շրջանակներում հիմա կան բնականաբար ուժեր, ովքեր ասում են, որ եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ որ մտնում է Նախճեվանից հետո չմտնի Հայաստան եւ շրջանցի Հայաստանը։ Բնականաբար մեր միջազգային գործընկերներն ասում են ոնց շրջանցի Հայաստանը, Հայաստանը մեր գործընկերն է, Հայաստանը այս ծրագրի մաս է եւ այլն, եւ այդտեղ նրանք ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, նրանք ինչ են ասում են, դե տեսեք, Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է։ Ցավոք սրտի Ռուսաստանի եւ շատ երկրների հարաբերություններ սուր են։ Եվ ես զգում եմ, մենք իհարկե ամեն ինչ անում ենք հետ համոզելու համար, որ այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է։ Տարբեր արևմտյան ինչ-որ երկրների ներկայացուցիչներ հաճախակի ասում են, որ այս երկաթուղին Հայաստանի տարածքով ինքը ռուսական երկաթուղի է, քանի որ կոնցեսիայի մեջ է մտնում, եւ հետեւաբար պատճառներից մեկը այն է, որ միջազգային այդ բեռնափոխադրումները տարբեր պատճառներով, նաև քաղաքական սանկցիաների քաղաքականություն, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացում չեն ուզում, որ պայմանական ռուսական երկաթուղիով լինեն այդ փոխադրումները եւ հետեւաբար նախընտրում են նոր երկաթուղագիծ կառուցել մեծ ծախսերով։ Թուրքիայի տարածքով կարծից կառուցվող երկաթգիծը, որը իհարկե մինչև 2030 թիվը միայն պիտի աշխատի, բայց այստեղ մի ուրիշ հանգամանք կա, եթե պիտի հիշենք, ապա անցյալ շաբաթ առաջին անգամ Իրանի դեսպանի կողմից լսեցինք հայտարարություն, որ իրենք ոչ միայն ողջունում են այս գործընթացը, այլև իրենք էլ շահ ունեն, սա վերաբերում է Ռաշտ տարահատվածին, որ Իրանն է կապում Հայաստանի հետ։ 2025-ի սեպտեմբերին Թուրքիայում մեկնարկել է Կարս Իգդիր Արալք Դիլիջու երկաթգծի շինարարությունը։ Երկաթուղին Զանգելանից մտնելու է Մեղրի, Մեղրիից դեպի Նախիջևան, այսինքն Օրդուբադ, շրջանցելով Հայաստանի տարածքը։ Երևանն ուզում է, որ Ադրբեջանից մտնելով Մեղրի, Մեղրիից Նախիջևան երկաթուղին շարունակվի մինչև Թուրքիայի սահման, Ախուրիկ։ Դա բխում է նաև Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Այս երկաթուղին, որ սկսում է Բաքվից, գալիս է Արաքսի ափով, Նախիջևանով եւ պետք է գնա հասնի Կարս, մինչդեռ արդեն այստեղ այս հատվածում մենք ունենք գործող երկաթուղի, այս Երասխից մինչև Գյումրի եւ Ախուրիկ եւ նաեւ մինչև Կարս,
որը արդեն իսկ գոյություն ունի 20-րդ դարի սկզբից։ Հայաստանի երկաթգծերը ինքը ունի այդ կարողությունները, որպիսի առանձին, ասենք նույնիսկ անգամ եթե վաղը չլինի ռուսական ներկայությունը կամ RŽԴ-ի ներկայությունը, ինքը կարողանա վերականգնել։ Ուստի եթե չի արվելու ռուսական կողմից, ընդ որում շատ կոնկրետ ժամկետներում, ապա Հայաստանը նաև թերևս պետք է դիտարկի հնարավոր այլ երրորդ կողմի հետ սա իրականացնելու հնարավորությունը։ Այսինքն այս պարագայում լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի եւ Ռուսաստանի եւ Հայաստանի հետ, գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը, թե որ երկրները կարող են լինել, վարչապետը փակագծեր չբացեց, օրինակներով խոսեց։ Օրինակ Ղազախստանը, օրինակ Միացյալ Արաբական Էմիրությունները, օրինակ Քաթարը, եթե բարձր մակարդակում հայտարարվում է, որ դիտարկվում են հնարավոր երկրներ, ենթադրում եմ, որ նաև ուրեմն ինչ որ պայմանավորվածություններ գուցե առկա են, բայց խնդիրը այլտեղ է։ Ֆիզիկապես երկաթգիծ կառուցելու համար պետք է ունենալ երկաթգծի ուրեմն ենթակառուցվածքներ ֆիզիկական, այսինքն գնացքն է գնացքի գիծ կառուցում, հա, կոպիտ ասած, եթե պիտի տեղադրվեն նոր կամ վերականգնվեն, վերանորոգվեն, ապա գնացքով պիտի տեղ հասնենք։ Հիմա Արաբական Միացյալ Էմիրություններից, Կատարից եւ Ղազախստանից դժվար է պատկերացնել, որ մենք կարողանալու ենք բերել դրանք։ Ես տևական ժամանակ խոսել եմ եւ հիմա էլ ուզում եմ վերահաստատել, որ պետք է նաև դիտարկել հնարավոր համագործակցությունը վրացական երկաթգծերի հետ, որոնք անմիջական հարևանությամբ են մեզ հետ, որոնք բավականին լավ փորձ ունեն այս ոլորտում, որոնք քաղաքականապես նաև ընկալելի կարող է լինել մեր տարածաշրջանում եւ այս կերպ նաև Վրաստանը ներգրավել տարածաշրջանային ուրեմն ուղիների ապաշրջափակման գործընթացում։ Ադրբեջանական կողմին առաջարկ է արվել, քանի որ կա Բաքվից նաև մի այլ երկաթուղագիծ, ներկայիս հյուսիսից գալիս է, մտնում է Վրաստան, հետո մտնում է Հայաստան, Գյումրի, Մասիս, Երասխ։ Ինքը Հայաստանի տարածքում Բագրատաշենից սկսած մինչև Երասխ, Կարայան աշխատող երկաթուղի է, եւ եթե մենք վերականգնում ենք այս 1.5 կիլոմետրը մեր կողմից եւ ադրբեջանական կողմը մոտ 10 կիլոմետր իրենց կողմից, մենք Բաքվից ադրբեջանական կողմը կարող է գալ, մտնել Վրաստան, Վրաստանից մտնել Հայաստան եւ մտնել Նախիջևան, հա, սա ամենակարճ հիմա հնարավոր երկաթուղային կապն է Բաքվի եւ Նախիջևանի միջև եւ սա թույլ կտա նաեւ վերականգնել Նախիջևանի երկաթուղին մինչև Մեղրիի սահման։ Վրաստանի հետ խնդիր չի լինի, ադրբեջանական գնացքները հեշտությամբ հատում են սահմանն արդեն իսկ գործող կոմունիկացիաներով։ Հիմա Ադրբեջանի գնացքը մտնում է Թբիլիսի, Սևծով կամ Ախալքալաքով դեպի Կարս, բայց կարող է թեքվել հարավ, Հայաստանի տարածքով Նախիջևան։ Վրաստանին նաև այդ գործընթացը կարող է արտապատվիրակվել, չի բացառում Խարատյանը։ Օրինակ, երբ դեռևս 2010-ականներին կառուցվում էր Թբիլիսի-Կարս երկաթգիծը Վրաստանի տարածքով, ներդրումն անում էր Ադրբեջանը, իրականացման մի մեծ մասն անում էր վրացական երկաթգծերը։ Չնայած նաև աշխատանքներն անում էին չինական ընկերության միջոցով։ Այսինքն, այստեղ կարելի է մի շարք կողմերի ներգրավել, եթե լինի քաղաքական որոշում նախ եւ առաջ, եւ եթե լինի հստակ գնահատում, թե ինչի անհրաժեշտություն կա եւ ինչ ժամկետներում է հնարավոր դա անել։ Ինչու է սա կարևոր, որովհետեւ եթե մենք մոտ 2-3 տարի վերականգնելու ենք այս Մեղրի երկաթուղին, որ եղել է խորհրդային տարիներին, Ադրբեջանը միայն դրանից հետո կարող է երկաթուղիով մուտք ստանալ Նախիջևան եւ միայն դրանից հետո կարող է վերականգնել այդ 190 կիլոմետր երկաթուղագիծը, ինչը ենթադրում է, որ 3 տարի, ասենք, եթե 2026 թվականի վերջից սկսեն աշխատանքները, 2029-30 թվականներին կավարտվի այս հատվածը եւ եւս մի քանի տարի գնալու է այս հատվածի վերականգնման վրա եւ մենք կորցնելու ենք այս եւս 2-3 տարի, մինչդեռ եթե հիմա մենք բացենք երկաթուղիները Վրաստանի եւ Հայաստանի տարածքով, իրենք կարող են անմիջապես հիմա սկսել այդ աշխատանքները, մենք այստեղ կավարտենք եւ արդեն երբ որ եւ մենք ավարտենք եւ իրենք ավարտեն, մենք կունենանք աշխատող երկաթուղագիծ մինչև Կարս։ Սա շատ կարևոր է, էլի մոտ 3 տարի մենք կխնայենք եւ սա կարծում եմ նաեւ կարևոր է, որ թրիփի համար, որ թրիփը հնարավորինս շուտ աշխատի, այստեղ Ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, հարցին քաղաքական ու իրավական տեսանկյունից կարելի է նայել, շեշտում են բանախոսները։ Հիշեցնեմ, Հարավկովկասյան երկաթուղին 2008-ի փետրվարին նախագահական ընտրություններից օրեր առաջ կոնցեսիայի մուտքի միանվագ վճարով եւ յուրաքանչյուր տարվա համախառն հասույթի 2%-ը պետությանը վճարելու պարտավորությամբ էր ստանձնել հայկական երկաթուղու կառավարումը։ Եթե հայկական կողմը փորձի վերանայել կոնցեսիոն պայմանագիրը, Ռուսաստանը գուցե դա դիտարկի քաղաքական խնդիր, ասում են բանախոսները։ Երբ նման խոշոր
պայմանագրերը վերանայվում են, երկու խնդիր առնվազն առաջանում է։ Մեկն այն է, որ սեփականատեր կողմը կամ պարտավորություններ ստանձնած կողմը կարող է վիճարկել այս որոշումը, ինչը երկարաձգելու է գործընթացը եւ դժվար է լինելու նոր ներդրող ներգրավելը հաշվի առնելով ուրեմն գոյություն ունեցած պայմանագրի վերանայման ուրեմն իրողությունը։ Ուրեմն սրանք նուրբ հարցեր են, այո, այստեղ բանակցությունների հարց կա եւ եթե չպիտի ստացվի ռուսական երկաթգծերի հետ բանակցությունները, ապա կարող է նաեւ ոչ ամենապարզ, ամենահեշտ ճանապարհով գնանք, բայց ժամանակը ցույց կտա, թե ինչ արագությամբ գործընթացները կզարգանան։ Կոնցեսիոն պայմանագրով ռուսական ընկերությունը պարտավորվել է մինչև 2038 թվականը կատարել 174.5 միլիարդ դրամի ներդրում, որից 122.3 միլիարդը ենթակառուցվածքում, 52.2 միլիարդը շարժակազմում։ Եվ որ Հարավկովկասյանի երկաթուղին ստացավ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիան, այս ամբողջ երկաթուղային ցանցը, բացի մեղրի հատվածը մտնում էր դրա մեջ։ Երևանից մինչև Դիլիջան կար բեռնափոխադրումներ եւ աշխատող գիծեր, այս մեղրաձորի թունելով դեպի Դիլիջան, բայց 2012 թվականից այս հատվածը փակվեց եւ այլևս չի աշխատում։ Կոնցեսիա պայմաններից մեկը այն է, որ այնինչ ստացել է ռուսական կողմը եւ ֆունկցիոնալ վիճակում ինքը պետք է հանձնի հայկական կողմին ֆունկցիոնալ վիճակում։ Հիմա Հրազդանից Դիլիջան երկաթուղին ունի տարբեր խնդիրներ եւ հատկապես մեղրաձորի թունելի հետ կապված կան տեխնիկական խնդիրներ, մնացած ճանապարհի մոդեռնիզացիայի եւ սա արդեն պայմանագրի խախտում է, որովհետեւ ինքը ֆունկցիոնալ չի աշխատում։ Ռուսաստանում մինչդեռ տարօրինակ եւ քիչ հավանական են համարում հայկական երկաթուղիների կառավարումն այլ երկրին փոխանցելու հնարավորությունը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հավատացրել է, որ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը ոչ միայն կայուն կատարում է կոնցեսիոն համաձայնագրի պայմանները, այլև զգալի միջոցներ է ներդնում ենթակառուցվածքների եւ շարժակազմի մեջ։ Ստեղծվել են մեծ թվով աշխատատեղեր։ Ըստ նրա, ռուսական օպերատորները Հայաստանին չեն զրկում մրցակցային առավելությունից, հակառակը ստեղծում են դրանք։ Կոնցեսիայի պայմանագրով այնտեղ կան ժամկետներ, այնտեղ կան նաև տարբեր լուծումներ, ընդ որում կան լուծում եւ որ 15 օրվա ընթացքում ինչ-ինչ պատճառով կազմակերպությունը չի կատարում իր պարտականությունները, հայկական կառավարությունը Հայաստանի Հանրապետության կարող է վերցնել իր անմիջական վերահսկողության տակ այդ հատվածները կամ նույնիսկ ամբողջ երկաթուղագիծը եւ ինքը կառավարել մինչեւ որ այդ հարցը չլուծվի։ Կան վեճերի մեխանիզմներ, որոնք ունեն երկու փուլ, առաջին փուլը 30 օր, երկրորդ փուլը 30 օր, եթե չի լուծվում այդ վեճը այդ 60 օրվա ընթացքում, կողմերը կարող են դիմել Փարիզի միջազգային առևտրական պալատին եւ ինքը արդեն արբիտրաժային որոշում է կայացնելու նաեւ այդ հարցերի շուրջ, նաեւ կոնցեսիայի շուրջ կարող է նման դատավճիռ կայացնել, այսինքն կան տարբեր իրավական մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հայկական կողմին այդ հարցերը լուծել, բայց ինչպես ես նշեցի, այս հարաբերությունները ավելի շատ քաղաքական են եւ այստեղ խոսքը գնում է քաղաքական լուծումների մասին եւ հայկական կողմը նույնպես փորձում է քաղաքական լուծումներ գտնել։ Իսկ ժամանակն ասահմանափակ չէ։ Ըստ փորձագետների այս տարվա ընթացքում խնդրի լուծման վերաբերյալ որոշումը պետք է կայացվի։ Լուծման փնտրտուքների ճանապարհին վարչապետի խոսքով Հայաստանը Ռուսաստանի դեմ չի գործելու, բայց առաջնորդվելու է իր շահերով։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, Արմեն Գրիգորյան, Կիրակնորյա լուրեր։